մարտի 30-ին նախատեսված է Գյումրու քաղաքապետի կամ Գյումրու ավականու ընտրություններ եւ այս շաբաթը վերջինն է քարոզարշավի տեսանկյունից ձեր տպավորությամբ տեխնացուների քարոզարշավին եթե հետևում եք եթե նրանց հայտարարությունները լսում եք ինչպիսի տպավորություն ունեք այս ընտրական process-ից եւ ինչպիսի քաղաքապետ կուզենաք Գյումրու համար լինի ունեք օրինակ նախընտրած տեխնացուներ Նախընտրած տեխնացուներ ունեի նախընտրած տեխնացու որի շուրջ ուզում էի որպեսի համախմբում լիներ ինչ որ չեղավ ինչպես արդեն ասել եմ չեղավ Երևանյան կուսակցական ղեկավարների անհասկացողության պատճառով, որոնք չուզեցին նպաստել մեր գաղափարի իրագործմանը։ Գիտեք, հիմա իբրև թե այս վերջին բանից հետո իբրև թե տեղի են ունենում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, բայց իրականում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի չեն ունենում։ Որովհետև դարձյալ Երևանն է, որ մասնակցում է եւ Երևանն է, որ թելադրում է։ Որովհետև կուսակցական ընտրություններ են, չէ՞։ Բոլոր կուսակցությունները Երևանյան կուսակցություններ են, բոլոր կուսակցությունների վերնախավը Երևանյան խավ է։ Եվ քանի որ տեղական ինքնակառավարման մարմիններում ստիպված են այս կամ այն կուսակցությամբ հանդես գալ, ուրեմն երևանցիները այսպես թե այնպես դերակատարություն են ունենում Երևանյան այդ կուսակցական լիդերները, կուսակցական էլիտան ներգրավված է եւ խանգարում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների։ Այսինքն ինչպես որ ասել են, ելի կրկնեմ, որ այս կուսակցականացում ընտրությունների հանցագործություններ հայ ժողովրդի դեմ եւ եթե տեղական ինքնակառավարման մարմիններին է վերաբերում, այո տեղացիների դեմ, որովհետեւ Գյումրեցին չի կարող ազատ ընտրություն կատարել առանց Երևանյան կուսակցությունների քմաջուկները հաշվի առնելու եւ ցանկացած ուրիշ տեղ, որ որևիցե մի տեղական ինքնակառավարման մարմին ստիպված է հաշվի նստել կուսակցական լիդերների քմաջուկների հետ։ Եվ դա ազդում է ընտրության վրա։ Այսինքն, եթե հիմա կուսակցությունները մի կողմ դինեն, այն բոլոր տեխնացուները, որոնք մասնակցում են ընտրություններին, 9 տեխնացու, շատ ավելի հեշտ կլիներ Գյումրիեցուն ընտրություն կատարել։ Իհարկե, նախատինը չէին լինի։ Նախատինը չէին լինի։ Կամ գուցե 9-ի փոխարեն 19 լինեին, բայց կլիներ այլ քանակ եւ կլիներ այլ որակ։ Մարդ ինքը իրենով իբրև գյումրեցի կդներ իր տեխնացությունը եւ կստանար կամ չէ կստանա ձայներ։ Իսկ այսպես ստիպված է հասկանում ես այս կամ այն գուսակցության հետ ասոցիացվելու եւ անշվելու։ Եվ երբեմն ծիծաղելի։ Տարօրինակ, օրինակ մեր Վարդան Ղուկասյանը ստիպված է կոմունիստական գուսակցության ցուցակով հանդես գալ։ Տարօրինակ է, չէ՞, նույնիսկ զավեշտ է։ Բայց լավ է որ գոնե ժողովուրդը հասկանում է, որ լավ է այն մա ձևի համար է։ Բայց վերջի սա ինչ է։ Եվ մարդը չի կարող ինքը իր մեծամասնական ցուցակով ինքը իբրև անհատ ներկայանալ մի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մի երկրում, որտեղ կուսակցություն չկա։ Դες երկրում կուսակցություններ որպես այդպեսին չկան, չեն եղել, չկան, դժվար է լինեն։ Եվ երևաբար այդ կուսակցականացումը հանցագործություններ եւ հանրապետական մասշտաբով եւ առավել ևս հանցագործություններ տեղական մասշտաբի վրա, որովհետեւ Երևանը, այսպես թե այնպես, իր կուսակցական վերնախավով մասնակցում է ընտրություններին։ Տեսեք, բոլոր ընտրությունների մասնակցողների կողքին այդ Երևանյան կուսակցությունների գլխամասային մասերից մարդիկ կան։ Որոնք փորձում են իբրև թե օգնել, երբեմն ավելի օգնելու փոխարեն վնասում են, որովհետև իրենք հասկացողություններ չունեն, թե իրենք ինչքան ռեյտինգ վարկանիշ ունեն այս ժողովրդի մեջ։ Այնպես որ այդ իմաստով մոդենալով վերադառնալով ձեր հարցին, այդ պատճառով էլ ես նախընտրելի տեխնացու չունեմ, որովհետև կան նախընտրելի տեխնացուներ մի քանիսը, եւ դրա համար ես որևիցե մեկին չվիրավորելու համար իմ նախընտրելի տեխնացուների մեջ որևիցե անուններ չեմ տալիս,
Բայց ես ընդհանրապես կասեմ ձեզ, որպես Իսրայել ասած լինեմ եւ այնպես չլինի, որ չեմ ասել, հետո որովհետեւ ճիշտ չեմ հասկացի, որ չեմ ասել։ Իրական ընդդիմադիր տեխնացիները 4-ն են։ Ուզում եք հնչեցնեմ։ Ընդդիմադիր տեխնացու է Վարդան Ղուկասյանը, ընդդիմադիր տեխնացու է Մարտուն Գրիգորյանը, ընդդիմադիր տեխնացու է Կարեն Սիմոնյանը, ընդդիմադիր տեխնացու է Արտյոմ Ղարաղազարյանը։ Մյուսինը ընդդիմադիր չէ, մեկը արդեն պարզ է իշխանական տեխնացուն է, որի հետ խնդիր չունեմ ես անձնապես։ Մեկը սատելիտ տեխնացու է, մյուս երեքները կեղծ ընդդիմադիր տեխնացուներ են։ Մոռացան Ռուբեն Մխիթարյանն ինքը։ Կեղծ ընդդիմադիր է։ Ինչի՞ կասեմ։ Որովհետև այս քաղաքի թիվ 1 ընդդիմադիրը Շիրակի թեմի առաջնորդն է։ Այդպես է, այդպես չի։ Ուրեմն եթե այդ ընդդիմադիր կոչվող տեխնացուները շփման մեջ չեն, կապի մեջ չեն Շիրակի թեմի առաջնորդի հետ, ուրեմն իրենք իրական ընդդիմադիր չեն։ Այլ ինչ-որ մեկի շահերն են սպասարկում այստեղ։ Սա պարզից պարզ է։ Ուրեմն այս 9 տեխնացուներից 4-ն են, որ մնայուն կապի մեջ են Շիրակի թեմի առաջնորդի հետ։ Որովհետև Շիրակի թեմի առաջնորդ այսպես թե այնպես այսօր այս քաղաքի ամենահայտնի ընդդիմադիրն է, չէ՞։ Իսկ եթե մեկը, որ իբրև ընդդիմադիր ուզում է ասպարեզ իջնել եւ շրջանցում է Շիրակի թեմի առաջնորդին, չի կարող լինել իրական ընդդիմադիր։ Եթե հարց առաջանա, օրինակ ասում եմ, որ կարող է խնդիր լինի այդ ձեր ասած 4 տեխնացուների միավորման, մասնավորապես Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի, դուք ձեր վստահությունը, ձեր նրանց մոտ ունեցած հեղինակությունը կօգտագործեք միավորելու համար։ Իհարկե պետք է, իհարկե անհրաժեշտ կլինի։ Անհրաժեշտ կլինի, այո, միությունը անհրաժեշտ կլինի եւ այո, իհարկե պետք է իմ հնարավորությունները պետք է օգտագործեն։ Ձեր տպավորությամբ այդուհանդերձ Գյումրին ընդդիմադիր քաղաքապետ կունենա, թե իշխանության տեխնացուն վստահության բավարար քվե ունի մեծամասնություն։ Չեմ կարծում, որ մեծամասնություն կարող է ունենալ իշխանության։ Արդեն այս իշխանության սցենարն էր այսպես ընդդիմությունը, այսպես ասած, կեղծ եւ իրական ընդդիմությունը այսպես համառոդել, բեկել, որպեսզի իրենք կարողանան ավելի շատ համեմատական ավելի շատ ձայներ հավաքել, բայց չեմ կարծում, որ դարձյալ 50%-ից ավել կարող են անհնարին բան է, չգիտեմ ինչ պիտի տեղի ունենա, որպեսզի որևիցե մեկը 50%-ից ավել ձայն հավաքի։ Բայց տեսեք, դուք ասում եք, Գյումրին այո ընդդիմադիր է, երբ որ համապետական ընտրություններ են։ Համապետական ընտրություններում Գյումրին ինքը իրեն ցույց է տալիս իբրև մեծամասամբ ընդդիմադիր։ Բայց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընդհակառակը ինքը ասում է այնպիսի քաղաքապետ ունենա, որ այս իշխանությունների հետ կարողանա լեզու գտնել, որովհետև պրակտիկ եւ պրագմատիկ է Գյումրեցին։ Բայց հիմա մենք հենց այդ պրակտիզմի եւ պրագմատիզմի դեմ ենք փորձում աշխատել, էլի, որպեսզի այս հագահայկական իշխանությունները կարողանան իրենց ավարտին մոտենալ եւ ունենանք համահայկական իշխանություն։ Սրբազան, դուք ասացիք, որ Սարիկ Մինասյանի հետ անձամբ խնդիր չունեք ինքը որպես գյումրեցի։ Դուք ափսոսում եք, որ ինքը քաղաքացիական պայմանագրի ցուցակով է մաս։ Իհարկե ափսոսում եմ։ Իհարկե, շատերին եմ ափսոսում։ Շատերը կան այդ ցուցակում կամ իրենց համակիրների մեջ, որոնց իրոք ափսոսում են։ Ցավում եմ նույնիսկ, որովհետև կան մարդիկ, որոնք տարիներ, տասնյակ տարիներով իմ հայրական հոգածության խնամքի ներգո են եղել, իմ զավակներն են եղել, եւ այսօր
գերադասել են դառնալ քպեական, քան թե մնալ իրենց հոգևոր առաջնորդի հոգևոր խնամքի ներքո։ Երբ ցավում եմ եւ ափսոսում եմ, երբ Սարիգիներ ուրիշներին էլ։ Իսկ Սարիկը ձեզ հետ կա հարաբերություններ ունի։ Դե հիմա եթե ասեմ ունի, պետք է վնասեմ իրեն, որովհետեւ կարող է ինքը հանդիմանության արժանանալ վերևից։ Իրեն հարցրեք ունի թե չէ, չգիտեմ։ Բայց զուտ հոգևոր որպես սրբազան, այսպես ինստիտուտը հարգելով եմ ասում դա, չեմ ասում քաղաքական ինչ-որ բաներ կիսվի բան եւ այլն եւ այլն։ Չէ, դե քաղաքապետի ԺՊԵ եւ վերջ-վերջո իհարկե մենք գործնական հարաբերություններ պետք է ունենանք։ Մարզպետի հետ կարող ենք չունենալ, գիտեք, մարզպետը շատ ավելի անկարևոր, այսպես ասած, կատեգորիա է, քան թե քաղաքապետը եւ տեղական ինքնակառավարման մարմինները։ Նրանց հետ ավելի անհրաժեշտությունը մեծ է շփվելու, քան թե մարզային իշխանությունների հետ։ Մի մտահոգություն կա գյումրեցիների շրջանում եւ նաեւ ոչ գյումրեցիների, որ հնարավոր է ընտրությունները ինչ որ ձևով շատ թեժ անցնի, լարվածությունը մեծ լինի, կրակոցներ նույնիսկ հնչի։ Դուք այդ մտահոգությունը ունեք, որ հնարավոր է անհանգստությունը կա, որ այսպեսի բան կարող։ Չէ, ես չունեմ, որ ընդդիմադիր տեխնացիների կողմից նման բան չկա եւ չի կարող լինել։ Ընդդիմադիր տեխնացիները մաքսիմալ զգույշ են, բայց իշխանությունը կարող է սադրել, որտեղ այս իշխանությունները ընդունակ են ամեն տեսակ ստորության եւ ամեն տեսակ Բայց ինչու կանեն դա, այսինքն կանեն, որպես այդ մարդկանց մեկուսացնեն, կեղծ պատճառաբանություններով տանեն, մեկուսացնեն, կալանքի տակ պահեն։ Դարձյալ այդ իրենց հին բան երկը միացնեն հների նորերի թալանի, մալանի, միացրել են։ Բայց այդ մարդը թալան չի կամ որից մեկը դրանց թալան չի, 7 տարի ինչով է զբաղված։ Ծիծաղելի է, չէ, 7 ամիս չի, չէ, 7 տարի է, չէ։ Բայց 7 տարի ինչով է զբաղված։ Ասում են մեր քաղաքային իշխանությունը մեր է, քաղաքային իշխանության հարցն է թալանի հարցը։ Դատախազության հարցն է, քննչական կոմիտեի հարցն է, քաղաքապետարանի հարցն է, որ պետք է որ դուք իշխանություն լինեիք, որ այսինքն թալանը վերադարձնեիք քաղաքում։ Ասում է Նիկոլ Փաշինյանը վերջին բոյն է այստեղ լինելու նույն թալանի վերադարձի, նույն նախկիներ ներկաների այդ տրամաբանությամբ։ Այո, որոշ իմաստով այո, իրենց վերջին ճակատամարտն է, որովհետև եթե այստեղից տանուլ տան, այստեղ տանուլ տան, արդեն սկսելու է process-ը տանտաղ կամ արագ։ Ցանկանանք, որ արագ։ Իրենք սպառել են բոլոր հնարավորությունները այլևս։ Սդախոսությունները վերջացրել են, արդեն նույն սդախոսության վրա են։ Բայց ուղղակի իրենք մի իրատեսական հաշվարկ ունեն, որ այո ժողովրդական մասսաների մեջ կա շատ ցածր ըմբռնողության մագարտակ։ Այս հաշվարկը արել են։ Ամենից լավ, ես ուրիշ անգամ եմ ասել, ամենից լավ մասսաներին ճանաչում են իրենք։ Մյուսները չեն ճանաչում։ Մյուսները իդեալական պատկերացումներ ունեն հայ ժողովուրդ, հասարակություն եւ այլն այս բանին։ Իրենք ավելի ճշգրիտ գիտեն։ Եվ իրենք գիտեն, որ գանք ելնեն մի հատ առնետների մասին, թալանի մասին մեր գուտ արտահայտություն կասեն, պաթետիկ եւ կշահեն, որովհետեւ այդ պարս պլեբեյը, հա, կհետևի իրենց ասածին, որտեղ իրենց հոգի հարազատ է, հա, ինչ որտեղից թալան են բերելու, ոչ մի կապ չունի իրանց հետ, իրենց ոչ թալանել են ոչ բան, իրենցից թալանելու բան էլ չկար, որ թալանեին, բայց իրենք սիրում են այդ թեման։ Այսինքն իրենք այդ իմաստով իրատեսական են, բայց հուսանք, որ այս անգամ չի աշխատի եւ չի աշխատի Գյումրիում։ Գյումրիում չի աշխատի, թե ընդհանուր կարծում եք, որ Հայաստանում արդեն կա այդ Գյումրիում պետք է աշխատի, որպեսզի ինչ-որ process շարունակվի։ Եթե այստեղ կպել շահի, սա շատ ծանր հարված կլինի բոլորիս։ Գիտեք, լեզուները ինչքան է երկարել։ Արդեն ոչ չափ ունեն, ոչ սահման, չէ։
Դու պատկերացրի դրանից հետո ինչ չափ սահման ունենալու են արդյոք չեն ունենալու։ Եթե իրենք կոռեկտ մարդիկ լինեին, հա, հասկացող, ըմբռնող, չափի մեջ, չափավոր, հա, թող շահեն, ով ուզում է շահի, այստեղ մեկը կշահի, այնտեղ մյուսը կշահի, բայց չէ, իրենք վտանգավոր են, ուղղակի վտանգավոր են։ Իրենք իրենց ամբիցիաներով, իրենց հավակնոտությամբ, իրենց ամբարտավանությամբ, իրենց օդարի առաջ նվաստանալու պատրաստակամությամբ եւ սեփական ժողովրդի նկատմամբ հոխորդալու բուրըն ցանկությամբ այնպիսի տիպեր են եւ այնպիսի տիպաժներ են հավաքված, որ ուղղակի վտանգավոր են։ Քանի որ քաղաքական գործընթացներից խոսեցիք ընդդիմադիր օրերս Բագրատ Սրբազանն էր այստեղ իշխանությանը չեմ վստահում այդ կարգախոսի շրջանակում ակցիաների, նաև ձեզ տեսանք այդ ակցիաներին, դες նաև տեսնում ենք բոլոր ընդդիմադիր շարժումների հետ կապված, արդյոք դուք պատրաստում եք աջակցել որևէ մեկին, թե դուք բոլոր ընդդիմադիր շարժումների կողքին եք։ Բոլոր ընդդիմադիր շարժումների կողքին են, բայց անշուշտ որոշ տեղեր մասամբ, որոշ տեղեր կարող եմ լինել ամբողջական։ Ուրեմն ես կոնկրետ էլի ասեմ, քանի որ ձեր եթերով էլ ասել եմ այդ փոթորիկը բարձրացրել է ձեր եթերով, ես երկրորդ եւ երրորդ նախագահներին ընդդիմություն չեմ համարում։ Առաջին նախագահին էլ չեմ համարում։ Ես եմ։ Բայց դուք քաղաքական առաջնորդություն կստանձնեք։ Ես քաղաքական առաջնորդություն ստանձնելու ցանկություն չունեմ։ Ես ասում եմ, երբ որ ասում եմ ես եմ, նշանակում է, այսինքն մեկը, որը կապված չի ոչ երրորդի, ոչ առաջինի հետ։ Ինձ նման ուրիշ մարդ չկա, մենակ ես եմ։ Ուրիշ ուժեր չկան, որ կապված չեն։ Չկան։ Եթե չկան, ուրեմն ես մենակ եմ։ Այսինքն շարժումների հետ կապված դուք եթե չլինեն նախկին ղեկավարների Ես առարգություն չունեմ, որ երկրորդ կամ երրորդ նախագահները վերադառնան։ Առարգություն չունեմ, բայց իրենք վերադառնալու հնարավորություն չունեն։ Եվ իրենք իրենց վերադառնալու հնարավորության ցանկությամբ եւ ընդդիմությունը իրենցով անելու այս մոլուցքի մեջ վնասում են ընդդիմությանը։ Հազար անգամ ասել եմ նույն բանը։ Ես ոչ երկրորդ նախագահի հետ անձնական խնդիր ունեմ, ոչ երրորդ նախագահի հետ խնդիր ունեմ, ոչ ուզեցել եմ ունենալ, ոչ էլ ունենալու ցանկություն ունեմ։ Բայց այն պարզ օբյեկտիվ գնահատականը, որ ես հնչեցի ասելու, որ երկրորդ եւ երրորդ նախագահները վնասում են, առավելապես երրորդ նախագահը դա ընդունեց սվիններով։ Եվ հիմա իրենք թշնամական կեցվածք ունեն իմ հանդեպ։ Օրինակ դրանից հետո արդեն այն լրատվամիջոցները, որոնք երրորդ նախագահի վերահսկողության տակ են, այլևս ինչ չեն հրավիրում։ Երկիր մեդիայի բացահայտ չէ, երկիր մեդիայում եւ հրավիրել եւ փակեցին։ Եվ նաեւ մեղադրեցին երրորդ նախագահին, որ ոնց կարող ենք մի նյութ տալ, որտեղ դուք երրորդ նախագահին քննադատում եք, իբր թե դաշնակցության քննադատությունը մենք կարող ենք կուլ տալ, բայց մեր դաշնակից երրորդ նախագահի նկատմամբ բան քննադատությունը չէին կարող։ Նույնը երկրորդ նախագահի հետ կապված որոշ լրատվամիջոցներ։ Այն որ ինձ արդեն չեն հրավիրում, սա խոսում է իրենց խռովված լինելու մասին, չէ՞, որ իրենք խռոված են։ Իրենց տեխնազուներին Գյումրիում արգելում են ինձ հետ շփվել։ Սա ինչի մասն է խոսում։ Սա խոսում է իմ դիագնոզի ճշմարտացիության մասին։ Այդպես չի, համաձայն չեք։ Դուք իրավիճակը ավելի լավ գիտեք, եթե գնահատական եք տալիս ինձ։ Դրա համար ես ասում եմ, բայց ես իրենց նկատմամբ ոչ մի առավել եւս թշնամական։ Այո, մեղադրանքներ ունեմ, այո, երկրորդը մեղավոր է երրորդին բերելու մեջ, երրորդը մեղավոր է Նիկոլին բերելու մեջ։ Մեղավոր է։ Առաջինն էլ մեղավոր է երկրորդին բերելու մեջ։ Բոլորը մեղավոր են։ Բայց ես իրեն չեմ ասում թալանչի, հանցագործը, այս բաները չեմ օգտագործում, երբեք։ Եվ ոչ էլ իրենք ինձ համար անձնական թշնամի են, ոչ, բայց ես ասում եմ, իրենք ես այդ Գյումրիում էլ են խանգարելու, իրենց այդ կեղծ ընդդիմության։ Որոշակի ձայներ փոշիացնելու են իրենց այս կեղծ ընդդիմության ներկայացումով։ Վնաս են տալու, օգուտ չեն տալու։
Որովհետև երրորդ նախագահի մոտեցումը հետևյալն է, կամ ես կամ ոչ ոք։ Կամ ինքը եւ իր կուսակցության, կամ ինքը կվերադառնա իշխանության, կամ թող ոչ ոք չվերադառնա։ Ոչ ոք չլինի ուրիշ։ Կամ սրանք, կամ իրենք։ Այս մոտեցումը ընդդիմության մոտեցում չի կարող լինել։ Լավ, ինչպես այդ ձեր նշած շրջապտույտից դուրս գանք, այդ նոր ուժեր, որ ասում եք, որ կապ չպիտի ունենան նախորդների հետ, Հայաստանը փոքր երկիր է, սրբազան, ո՞նց կարող են գտնել մարդկանց, որոնք ընդհանրապես կապ չունենան։ Քանի կուսակցություն ունեք փոքր երկիր։ Փոքր երկիրը, փոքր երկիր պետք է ունենայի շատ երկու կուսակցություն։ Մեկը ընդդիմություն, մեկը իշխանություն, հետո կգաս մյուսը կլիներ իշխանություն, մյուսը կլիներ ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգներում է։ Կվես ճանաչ կգնաս։ Փոքր երկիր եք, փոքր երկրի պես ձեզ պահեք։ Փոքր երկիր եք, փոքր երկրի պես ձեզ պահեք։ Երկու կուսակցություն լեզվեք, վերջացրեք այս հարցը։ Նախ ես այս կուսակցականացումը ասում եմ, ես կուսակցություններին արգելելու, փակելու, բան այդպիսի կոչեր չեմ անում։ Կուսակցություններ են կան մարդիկ, որ ասենք 100 տարուց ավել արդեն կուսակցություններն իրենց համարում են ավանդական կուսակցություն, թող շարունակել համարել, լինել, գոյություն ունենալ։ Բայց կուսակցությունները չէ, որ պետք է հարց լուծեն այս երկրում։ Այս երկրում հարց պետք է լուծեն անհատները, խարիզմատիկ անհատները, որոնք կարող են եւ լինել անկուսակցական եւ մնալ անկուսակցական։ Չի կարելի խարիզմատիկ անհատների առջև ճանապարհը փակել, կուսակցականացնել։ Չէր կարելի հանցագործություններ։ Եվ ուրեմն երրորդ նախագահ այդ հանցագործությունը գործել է, հիմա այդ հանցագործությունը ուզում է պարտակի։ Որ խարիզմատիկ անհատների մասին է խոսքը, որ ուզում է պարտակել։ Խարիզմատիկ անհատ պետք է հայտնվի, որ կուսակցություն լինի, ո՞նց կլինի խարիզմատիկ անհատ։ Հիմա հանրապետական կուսակցությունը ո՞նց կհայտնվի խարիզմատիկ անհատ։ Կոչնչացնեն։ Որևիցե միաբևեռ կուսակցությունում խարիզմատիկ անհատ կարող է հայտնվել։ Ո՞նց կարող է հայտնվել։ Ամփոփելով Սրբազան, ինչ կանխատեսում չասենք, ինչ չգիտեմ ինչպես ասեմ, տպավորությունները հաշվի առնելով, քարոզարշավը, տեխնացումներ, իշխանության պահվածքը, ձեր կարծիքով հետընտրական ինչպիսի Գյումրի կունենանք։ Հետընտրական Գյումրին կախված է թե Երևանում ինչ կունենանք։ Գյումրին անկախ պետություն չէ։ Թեև միշտ ասել են, որ Գյումրին երբեք չի առաջնորդվում համապետական օրենքներով, այլ ինքը առաջնորդվում է իր ավանդույթներով ապրել է ցարիզմի ժամանակ, առաջին հանրապետության, սովետական Հայաստանի, հիմա էլ ապրում է իր ավանդույթներով, իր նիստուկացով, իր ներքին կանոնակարգով եւ կշարունակի ապրել։ Բայց իբրև Հայաստանի մաս ինքը չի կարող լինել ազատ անկախ ինքնուրույն, որովհետև Երևան կա, մայրաքաղաք, հանրապետություն, կենտրոնական իշխանություն։ Շնորհակալ եմ, այսքանն եմ։